Մանկական ալիք քայլ առ քայլ։ Բարև իմ սիրելի խելացի և հետաքրքրասեր փոքրիկներ։ Այսօր կենդանիները որոշել են ընդունել լոգանք։ Առաջարկում եմ միասին օգնենք նրանց և դուրս հանենք փրփուրների տակից։ Դե ինչ պատրաստ ես։ Ուրեմն գնացինք։ Ապա տեսնենք առաջինը ով դուրս կգա։ Ահա, Լուսանն է։ Լուսանները կատվազգի ներկայացուցիչներ են։ Նրանք չափազանց արագ են վազում և չեն վախենում թե շոգից և թե ցրտից։ Ահա, տեսնենք երկրորդը ով դուրս կգա։ Աքաղաղ։ Աքաղաղը կամ աքլորը արու թռչուն է։ Ապա մի տես ինչ գեղեցիկ կատար ունի։ Դե անցանք առաջ, տեսնենք էլ ով դուրս կգա փրփուրների տակից։ Դե իհարկե մեր բոլորի կողմից շատ սիրված կոալան։ Կոալաները բնակվում են Ավստրալիայում։ Նրանք սնվում են միայն էվկալիպտի տերևներով։ Դե գնացինք առաջ, տեսնենք էլ ինչ կենդանի է պահկված փրփուրների տակ։ Օ, ապա մի տես ռնգեղջյուրն է։ Ռնգեղջյուրները, չնայած որ բուսակեր կենդանիներ են, շատ վտանգավոր են։ Բնակվում են Աֆրիկայի մայրցամաքում կամ էլ գազանանոցներում։ Դե ինչ անցանք հաջորդ կենդանուն։ Օ, փոքրիկ, ապա մի տես, գորտ դուրս եկավ։ Գորտերը սառնարուն կենդանիներ են, նրանք ձմռանը սառչում են և քուն մտնում, իսկ հենց տաքանումը նորից վերադառնում են կյանքի։ Վայ, փոքրիկ, անկղն է այստեղ։ Անկղը գիշատիչ թռչուն է, ունի շատ մեծ և սուր կտուց։ Ապա մի տեսնենք էլ ով կա փրփուրների տակ։ Օ, փոքրիկ, տես գորիլան է։ Գորիլան մարդանման կապիկների ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչն է։ Նրանց բոյը հասնում է մինչև 175 սանտիմետրի, փոքրիկ։ Ապա մի տես, գետաձին է։ Գետաձիերը բուսակեր կենդանիներ են և համարվում են ամենավտանգավոր խոշոր կենդանիներից մեկը Աֆրիկայում։ Դե գնացինք առաջ, հանենք մյուս կենդանիներին։ Ապա մի տես, ոչխարն է։ Ոչխարները ընտանի կենդանիներ են, նրանք շատ օգտակար են մարդու համար։ Մենք արդեն սովորել ենք, որ նրանք տալիս են բուրդ, միս, կաթ։ Դնենք կողք մեր ոչխարիկին և անցնենք առաջ։ Ապա մի տես, շնիկը դուրս եկավ։ Շները ամենահավատարիմ, ամենաբարի կենդանիներն են, մարդու լավագույն ընկերները։ Իսկ դու սիրում ես շնիկներին, փոքրիկ։ Ահա և ընձառյուծը դուրս եկավ։ Ընձառյուծը կատվազգի ներկայացուցիչ է, փոքրիկ։ Ապա մի տես ինչ գեղեցիկ մորթի ունի։ Նաև ունի սուր ատամներ և սուր ճանկեր և չափազանց արագ է վազում։ Վայ, օձ, դու էլ ես այստեղ։ Օձերը սառնարուն կենդանիներ են։ Ցածր ջերմաստիճանների ժամանակ նրանք սառչում են և քնում։ Սակայն հերիք է, որ եղանակը տաքանա, օձերը նորից տաքանում են և արթնանում։
Ահա եւ մեր բոլորի կողմից սիրված վագրը։ Վագրերը ամենախոշոր կատվազգի ներկայացուցիչներն են։ Նրանք նույնպես ունեն շատ սուրատամներ եւ ջանքեր եւ չափազանց վտանգավոր գիշատիչ կենդանիներ։ Ահա եւ աղավնին համարվում է խաղաղության խորհրդանիշը։ Ասա որ շատ գեղեցիկ թռչուն է։ Վայ արջուկ, դու էլ ես այստեղ։ Արջերը գիշատիչ կենդանիներ են, նրանք քուն են մտնում ձմռանը եւ արթնանում գարնանը։ Նրանք նաեւ շատ են սիրում ուտել մեղր։ Տես փոքրիկ կովիկն էլ է այստեղ։ Մեր բոլորի կողմից սիրված կովիկը բուսակեր կենդանի է եւ չափազանց պետքական մարդու համար։ Մենք արդեն սովորել ենք, որ կովերը տալիս են կաթ եւ միս։ Հաջորդ կենդանին գնու այցքաղն է։ Այս հետաքրքիր կենդանիները բնակվում են բացառապես կենտրոնական Աֆրիկայում։ Նրանք բուսակեր են եւ ապրում են շատ մեծ խմբերով։ Ահա եւ մեր բոլորի կողմից սիրված այծիկը։ Այծերը չափազանց պիտանի ընտանի կենդանիներ են։ Տեսնենք, թե հաջորդը ով դուրս կգա։ Օ, փիղիկն է։ Փղերը համարվում են ամենամեծ ցամաքային կենդանիները։ Նրանք բուսակեր են եւ շատ են սիրում խաղալ ջրերի հետ։ Ահա եւ սպիտակ արջը։ Սպիտակ արջերը բնակվում են հյուսիսում։ Նրանք շատ են սիրում թարմ ձուկ որսալ եւ ուտել։ Գոշարչուկը նույնպես այստեղ է։ Այս տեսակի արջերը նաեւ բնակվում են Հայաստանում փոքրիկ։ Դե ինչ գնանք առաջ եւ տեսնենք էլ ինչ կենդանի կա թաքնված փրփուրների տակ։ Ապա մի տես ուխտ դուրս եկավ։ Ուխտերը բուսակեր կենդանիներ են։ Նրանք շատ տարօրինակ ճաշակ ունեն, սիրում են փուշ ուտել։ Ապա մի տես եղջերուն դուրս եկավ։ Եղջերուները բուսակեր կենդանիներ են, ունեն շատ գեղեցիկ պոզեր եւ հասնում են շատ ահռելի չափսերի։ Դե ինչ անենք հաջորդ կենդանուն։ Ահա եւ ձիուկը։ Ձիերը հավատարիմ եւ շատ խելացի կենդանիներ են։ Նրանք միշտ մարդու կողքին են եւ միշտ պատրաստ են օգնել։ Դե ինչ անենք հաջորդին։ Օ, ապա մի տես փոքրիկ բուն դուրս եկավ։ Բուերը գիշատիչ գիշերային թռչուններ են։ Նրանք քնում են ցերեկը եւ արթնանում են գիշերը, որպիսի որսան տարբեր մկնիկների եւ փոքրիկ կենդանիների։ Վայ փոքրիկ, նորից ոչխար դուրս եկավ։ Ոչխարների բուրդը չափազանց օգտակար է, նրանից սարքում են թել, հետագայում տարբեր հագուստներ, նաև բրդից սարքում են ամենափափուկ եւ տաքուկ անկողինը։ Ալպակա։
Ալպակաների ծննդավայրը Պերուն է։ Նրանց բուրդը նույնպես մարդիկ օգտագործում են տարբեր հագուստներ ստանալու համար։ Դե գնանք առաջ տեսնենք ելով կա փրփուրների տակ։ Կոկորդիլոս։ Կոկորդիլոսները չափազանց վտանգավոր կեշատիչ կենդանիներ են։ Նրանք բնակվում են ինչպես ցամաքում, այնպես էլ ջրի տակ։ Ունեն շատ սուր ատամներ։ Ապա տեսնենք հիմա ով դուրս կգա։ Օ, մեր սիրելի խոզուկն է։ Խրխրան խոզուկը նույնպես ընտանի կենդանի է։ Նրանք ամենագեր են և շատ են սիրում ցեխերի մեջ թավալ գալ։ Ապա տեսնենք, ահա և իշուկը կամ էլ ավանակը։ Ավանակները ընտանի կենդանիներ են, նրանք շատ դիմացկուն են և չափազանց համառ են փոքրիկ։ Անցանք հաջորդ կենդանուն, ահա և զեբրը։ Այս գեղեցիկ գծավոր ձիուկները ապրում են բացառապես Աֆրիկայում։ Զեբրերը բուսակեր են, համարվում են վայրի կենդանիներ, նրանց ոչ մի ձև հնարավոր չէ ընտելացնել։ Ապա մի տես փոքրիկ շնաձուկ դուրս եկավ։ Շնաձուկը չափազանց վտանգավոր գիշատիչ ձուկ է։ Նա ունի շատ սուր ատամներ, շատ արագ է լողում և բնակվում է ծովերում և օվկիանոսներում։ Ահա և չարաճճի ջրարջը։ Այս խորամանկ չարաճճի արջուկները համարվում են վնասակար կենդանիներ։ Նրանք շատ խելացի են և քանդում են ամեն ինչ, ինչը որ նրանց հետաքրքրի։ Այծքաղ։ Այծքաղները բուսակեր կենդանիներ են, նրանք ապրում են մեծ խմբերով և չափազանց արագ են վազում։ Ապա մի տես փոքրիկ ինչ գեղեցիկ պոզեր ունեն։ Տեսնենք ելով դուրս կգա փրփուրների տակից։ Ահա և գայլը։ Գայլերը գիշատիչ կենդանիներ են։ Գայլերը ապրում են ոհմակներով։ Դուրս են գալիս որսի հիմնականում գիշերները։ Ահա և մեր բոլորի կողմից շատ սիրված փոկը։ Փոկերը գիշատիչ կենդանիներ են։ Ունեն շատ հմայիչ աչքեր փոքրիկ, ապա մի տես ինչ գեղեցիկ են։ Նրանք շատ հիանալի լողորդներ են։ Ահան, հիմա տեսնենք ելով է պաղկված փրփուրների տակ։ Ճագար։ Ճագարները բուսակեր նապաստականման կենդանիներ են, նրանք կաթնասուն են, ապրում են շատ մեծ խմբերով։ Դե գնացինք առաջ փոքրիկ։ Ահա և հավիկը։ Հավերը ընտանի թռչուններ են։ Նրանք մարդուն տալիս են ձու, միս, բմբուլ, փետուր։ Ահա և բադակտուցը։ Բադակտուցները շատ տարօրինակ կենդանիներ են, նրանք ածում են ձու։ Չնայած դրան կաթնասուն են։ Բադակտուցները միակն են իրենց ձևի մեջ։ Դե շարժվենք առաջ տեսնենք էլ ինչ կենդանի կհանդիպի։ Ահա և խորամանկ աղվեսը։ Աղվեսները գիշատիչ կենդանիներ են։ Նրանք շատ խորամանկ են։ Այդ փաստը նաև հաստատում են տարբեր հեքիաթները, ինչպիսին է պոչատ աղվեսը։ Ահա և ընձուղտը։ Ընձուղտները բուսակեր կենդանիներ են, որոնք ապրում են Աֆրիկայում, ապա մի տես ինչ երկար պարանոց ունեն։
Ապա տեսնենք ելով է բաղկված ջրի տակ։ Տես փոքրիկ, նապաստակն է։ Նապաստակները չափազանց արագաշարժ բուսակեր կենդանիներ են։ Նրանք սնվում են տարբեր արմատներով, խոտերով և բանջարեղեններով։ Ահա և առյուծը։ Առյուծը համարվում է կենդանիների արքան, նա կատվազգի գիշատիչ կենդանի է։ Արու առյուծները ունեն շատ գեղեցիկ բաշ։ Դե անցնենք առաջ և տեսնենք, էլ ինչ կենդանի կհանենք փրփուրների տակից։ Ահա և կատուն։ Փիսիկները ընտանի կենդանիներ են, նրանք թերևս ամենափոքր կատվազգի ներկայացուցիչներն են։ Կուղբ։ Կուղբերը կրծողների կարգի կաթնասուն կենդանիներ են, նրանք հիանալի ճարտարապետներ են փոքրիկ։ Դե իհարկե դելֆինն է, դելֆինները թերևս ամենաբարի և ընկերասեր ձկներն են։ Ահա և ցուլը։ Ցուլերը արու կենդանիներ են, նրանք չափազանց ուժեղ են, ունեն ուժեղ ոտքեր և մարմին։ Այգեվազ կամ էլ կենգուրու։ Կենգուրուների ծննդավայրը Ավստրալիան է, նրանք պարկավոր կենդանիներ են։ Շատ արագ են ցատկում և վազում։ Եվ այսօրվա վերջին կենդանին պաղկված փրփուրների տակ բադիկն է։ Բադերը ջրլող թռչուններ են, նրանք ձմռանը չվում են տաք երկրներ, իսկ հետո վերադառնում։ Դե ինչ փոքրիկ, հույսով եմ, քեզ դուր եկավ այսօրվա մեր հոլովակը։ Կհանդիպենք նորից։ Ցտեսություն, իմ ամենասիրելի և խելացի փոքրիկներ։